Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ուսմունքի հրապարակումից հետո դուրսը հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանին իրենք ընդհանրապես չեն ճանաչել։ Քննիչին հաստատ ասել են, որ լսել են, թե իրենց Դավիթենք են ծեծել, ոչ թե տեսել են։ Դավիթ Համբարձումյանի անունն են տվել, բայց իրենց այլ անձինք են իրականում ծեծել, ավելի հաղթանդակ։ Դավիթի նրա եղբոր մասով ինչ գրել է, կողքից լսելով է գրել, հարցաքննության ընթացքում երբ քննիչն իրեն հարցը ուղղել Դավիթի և Գորին ճանաչելու մասին, ինքը հայտնել է, որ չի ճանաչում նրանց։ Վերստին նշել է, որ իրականությանը համապատասխանում է այն, որ իրենց ծեծի են ենթարկել, բայց չգիտեն թե ով։ Կողքից իրենց ասել են, որ Դավիթենք են, բայց հետո հասկացել են, որ նրանք չեն եղել։ Նշել է, որ նախաքննական ցուցմունքներից ինչ-որ ընթերցվեց, ամեն ինչ ճիշտ է, բացի նրանից, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկողները։ Այն մասին, թե զենք տեսել ինչ-որ մեկի մոտ, պատասխանել է, որ այո տեսել է, սակայն չի կարող ասել ով է եղել զենքով և ով է կրակել։ Հայտնել է նաև, որ որևէ մտավախություն չունի իրականությունը ասելու։ Ուժովը պնդել է, որ ներկայումս ճանաչում է Դավիթին և թե Դավիթում գտնվող այլ անձինք իրենց ծեծի չեն ենթարկել։ Ուժովը նաև նշել է, որ նախաքննության ընթացքում նկարագրել է իրենց ծեծողներին, մասնավորապես նշել է, որ այն անձը, ում ինքը սկզբում մտածել է, որ եղել է Դավիթ Համբարձումյանը, եղել է դեղին հագուստով, իսկ այն անձը, ով իրեն անձնական մատնաշին է որպես Գոր Համբարձումյան, եղել է չսարքված։ Այս առումով պետք է նշել, որ Ուժովի կողմից վերը նշված նկարագրությունը հակասում է քրեական գործի նյութերում առկա Ուժով Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված և զննված տեսագրությանը, մասնավորապես այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանը և պարգևված է տեսագրության մեջ, ամբողջությամբ սև հագուստներով է, իսկ որպես Գոր Համբարձումյան մատնաշված անձը ևս սև հագուստներով է և սարքված է։ Նշված հակասել ևս մեկ անգամ հաստատվում է ուժովների դատականության ցուցմունքների ճշմարտացիությունը այն մասով, որ իրենց ծեծի չեն ենթարկել մեր պաշտպանյալները։